Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում։ Դեմ եմ կուտակայինին։ Մենք կարող ենք այս քայլը թույլ տալ։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում։ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին նախկինում երբեք այսպիսի թալանի չեն ենթարկել։ Արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհների։ Հակվեցների։ Գտեք ձեր սրտի արագաչափը եւ արեք նրա հետ այն, ինչ արեցինք մենք։ Եվ վերջում չմոռանաք արտասանել Սերդեչնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա։ Իսկ ինչ ենք խոստացել մենք արագաչափեր։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում։ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից։ Այս դռները այլևս երբեք չեն փակվի։ Ազգային ժողովի դարպասները թեկուզ նույնպես նույն ռեժիմով, նույն ժամերին ինչ որ Բաղրամյան 26-ի դարպասները բաց լինեն։ Այս դռները այլևս երբեք չեն փակվի։ Այս դռները այլևս երբեք չեն փակվի։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում։ Ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ։ Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն, որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ։ Ես այս լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք ունենանք եւ որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով։ Արցախը Հայաստանը եկեք։ Միացում։ Հայաստանի Հանրապետությունը այո ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականություն։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում։ Եթե Թուրքիան հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի։ Այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակել։ Այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակել։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում։